Edmiçորե ժամը 4-ն է, ֆյուչերեն կներկայացնենք լուրերու հայերեն լեզվով հաղորդումը, կսկսենք խորակիրներով։ Արևանքյալներու փոխանակումը հաջողությամբ կամ փոխչանա։ Սլեյման կբահանջի երկու եպիսկոպոսներու եւ անհայտ գործվածներու ազատարձակումը։ Արաբի կհայտարարե Ժնև 2-ի թվականը, Իբրահիմի սակայն կհերքե։ Արևանքված լիբանանցիներու թղթաձրարը պաշտոնապես փակվեցավ։ 17 ամիս առաջ արևանքված գոմին հետ մնացող լիբանանցիները երեգուշ գիշերին վերադարձան Բեյրութ։ Ազատարձակվեցան նաև երկու թուրք օդաչուները եւ սուրիացի գիներ։ Քաղաքական կողմերը իրարու շնորհավորեցին եւ ազատարձակումը որակվեցավ որպես միասնականության տոնը։ Ընդհանուր անվտանգության ընդհանուր դնորեն Զորավար Աբբաս Իբրահիմի ընկերակցությամբ արևանքված 9 լիբանանցիներու Կատարյան օդանավը երեգուշ գիշերին վայրեջ կատարեց Ռաֆի Էլ-Հարիրի անվան Բեյրութի միջազգային օդագայան, ուր արևանքյալներուն ընդունելու համար ժամանած էին պետական ու պաշտոնական ներկայացուցիչներ հարազատներու հոծ սպազմությունը։ Ամբողջական իրարանցումի մթնոլորտի մեջ ազատարձակված լիբանանցիները վերամիացան իրենց ընտանեկան բարականերուն եւ լրատվամիջոցներուն պատմեցին անցնող 1.5 տարվան մասին։ Զորավար Իբրահիմ իր ղարքին ասկային դոն որագեց արևանքյալներու ազատարձակումը, սակայն նշեց, որ իրենց առաքելությունը գավարդի միայն արևանքված երկու եպիսկոպոսներու ազատարձակումով։ Ազատարձակված լիբանանցիները ապահովեցան Բեյրութի հարավային արվարձաններ, ուր տեղի ունեցավ ժողովրդային խրախճանք։ Անոնք շնորհակալություն հայտնեցին Կատարին եւ Թուրքիո ազատարձակումի գործողության մեջ իրենց ներդրած ջանքերուն համար։ Լիբանանցիներու դունթարցով եզրափակվեցավ նաեւ արևանքված թուրք օդաչուներու տագնապը։ Անոնք նախ բանակի ուղղաթիռով բեկային ուղղվեցան Բեյրութի միջազգային օդագայան, ապա Կատարի դրամատրած մեկ օդանավով վերադարձան Թուրքիա, ճիշտ այն բահուն, երբ լիբանանցիները կգտնվեին դունթարցի ջամփուն վրա։ Օդաչուները պատմեցին, որ իրենց արևանքումը գդարված էր 10 զինյալներու ցերամբ։ Անոնք նախ բահված են օդագայանին մոդիկ վայրի մեջ, ապա 8 անգամ դեղեդեղ փոխադրված են։ Օդաչուներեն մեկուն համաձայն իրենց վրա կհսկեին ավելի քան 100 անձեր։ Նույն գործողության զիրեններս Դամասկոսի իշխանությունները ազատարձակեցին 128 գիներ, այնպես ինչպես հայտարարեց Սուաթան օրաթերթը։ Հանրապետության նախագահ Միշել Ստեյման ողջունեց լիբանանցիներու դունթարցը եւ շնորհակալություն հայտնեց բոլոր այն պետություններուն, որոնք աջակցած էին ազատարձակումի բանակցություններուն։ Սլեյման հաստատեց, որ լիբանանցիները կմերժեն արևանքումները եւ բռնի գալանքը։ Անտրվադեց նշյալ թղթաձրարի մարդասիրական եւ ազգային մոդեցում ցուցաբերելու լիբանանցիներուն պատրաստակամությունը։ Ան նաև մաղթեց, որ շուտով ազատ կարձակվին Սուրիո մեջ արևանքված երկու եպիսկոպոսները։ Ան հերացայնային հաղորդակցություն ունեցավ Թուրքիո նախագահ Աբդուլլա Գյուլի հետ։ Իսկ նախկին վարչապետ Ֆուադ Սանյուրը ողջունեց ազատարձակված լիբանանցիներն ու անոնց ընտանիքները։ Ան շնորհակալություն հայտնեց գործողության հաջողության օժանդակողներուն։ Սանյուրայի համաձայն արևանքումը չէր բխեր Սուրիո հեղափոխության շահերեն եւ չէր ծառայած սուրիացի ժողովրդի պայքարի ուղեկիցին։ Ժնևյան խորհրդաժողովի թվականը մշուշաբադ է։ Արաբի գխոսի նոյեմբեր 23-ի մասին, Իբրահիմի գհերքե, իսկ բայթումներու շարքը կշարունակվի։ Սուրիո մեջ արյունալի մարտերն ու բայթումները շարունակվեցան։ Համայի մեջ տեղի ունեցավ ականված ինքնաշարժի բայթում, մինչ Սուրիո վարչագահի ուժերը շարունակեցին ռմբակոծել Դամասկոսի Բարզա եւ Ժոբար թաղամասերը, ինչպես նաեւ Երմուկ քաղաքագայանը։ Ձանր ռմբակոծումի ենթարկվեցան նաև Հալեբ նահանգի Սֆեյրա քաղաքն ու Խոնայթրայի շարք մկյուղերը։ Իսկ շարք մշրջաններու մեջ փախումները շարունակվեցան ազատ բանակի զինյալներուն եւ վարչագահի ուժերուն միջև։ Սուրիո հագամարտության զարգացումները եւ Ժնև 2 խորհրդաժողովի նախապատրաստությունները այսօր քննարկվեցան Կահիրեի մեջ Արաբական լիգայի ընդհանուր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբիի եւ Սուրիո հարցով ՄԱԳ-ի ու Արաբական լիգայի պատվիրակ Լախտար Իբրահիմիի միջև կայացած հանդիպումի ընթացքին։ Լարաբի նշեց, թե Ժնև 2 խորհրդաժողովը պիտի գայանա հառաջիկա 23 նոյեմբերին, իսկ Իբրահիմի հույս հայտնեց, որ խորհրդաժողովը լուծե Սուրիո տագնապը։ Նշելով, որ ինք հետակային պիտի հայտարարի խորհրդաժողովի ճիշտ թվականը, Իբրահիմի նկատել տվավ, թե Սուրիո մեջ պատահածը կսպառնա համաշխարհային խաղաղության։ Եգիպտոսենի հետ Իբրահիմին գուղվի Դամասկոս եւ Թեհրան, իսկ ապա այցելություններ կուտա Քուվեյթ, Իրաք եւ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Կնախադեպսվի նաև Իբրահիմի Սեուդական Արաբիա այցելությունը։ Իսկ այժմ շրջանային ու միջազգային ամփոփ լուրեր հետևյալ տեսանյութով։ Իրաքյան իշխանությունները շրջակայության արգելք հաստատեցին Ֆալուջա քաղաքին մեջ կանխարգելելու համար զինյալ հավանական հարձակումները։
Մինչ այդ Իրաքի Անբար նահանգին մեջ 8 անձնասպանական կոմանդոներ հարձակում կործեցին ոստիկանադան վրա, խլելով 3 տեղական պատասխանատուներու եւ 3 ոստիկաններու կյանքը։ 2 այլ ոստիկաններ սպանվեցան եւ 2 քաղաքացիներ վիրավորվեցան Սալահեդդին նահանգին մեջ ականված ինքնաշարժիմը բայթումին հետևանքով։ Եգիպտոսի մեջ ապահովական ուժերը ցերպակալեցին 3 կասկածյալներ, որոնք ամպաստանված են Իսմայիլիա քաղաքի քախնի սպասարկության կենտրոնադեղին թեմ ականված ինքնաշարժով հարձակումին մեղսակցելու հանցանքով։ Նշենք, որ հարձակումին հետևանքով վիրավորված էին 6 անձեր։ Եգիպտական իշխանությունները նաև վերապացին Եգիպտոսը Գազայի հատվածին միացնող Ռաֆահ սահմանային անցագետը զորփակված էր Աթհայի դոնին ընթացքին։ Մյուս կողմը Եգիպտոս փակեց Լիբիո հետ սահմանային Սելում անցագետը լիբիական միլիսներու կողմէ 80 եգիպտացիներու արևանքումին պատճառով։ Ավստրալիո մեջ հրշեջ խմբակներ շարունակեցին պայքար մղել հրթիռներուն թեմ Սիդնի շրջանին մեջ։ Հրթիռները գուլ դվին ավելի քան 200 բնակարաններ, պատճառելով նաև զոհմը։ Ավստրալիո իշխանությունները նաև բացարձակապես արգելեցին գրակ վարելը Սիդնիի եւ մոդագա շրջաններուն մեջ, ուր ջերմաստիճանը աննախընթաց բարձրացում կարձանակրե։ Իսկ այժմ կանցնենք ցանցումային թաթարի, որ մեյետ կենսոլորդային խնդիրներու լուծման հավանական միջոցը։ Ինչպես անցյալ շաբաթ նշած էինք, նկատի առնելով, որ վերջին տասնյակ տարիներուն լիբանանցի մեծագույն մտահոգությունները մեկն է էլեկտրականության հարցը, ինչպես նաև գենսոլորդի ապագանությանը ստեղծած անհանգստությունները, նախաձեռնած ենք իրազեկման արշավիմը։ Այդ շրջակիցին մեջ այսօր պիտի անդրադառնանք գենսոլորդի պահպանման ցկտող բնական միջոցներն օգտվելու հնարավորության։ Այս գծով այժմ կներկայացնենք մեր ունեցած հարցազրույցի երկրորդ հատվածը Ջարդարաբեդ Ռուփեն Մանգասարյանի, Green Dynamics ընկերության տնօրեն Հակոբ Չալքյանի եւ SolarNet ընկերության սեփականատեր Գրիգոր Քասարջյանի հետ։ Հետևենք տեսանյութին։ Ուրեմն կալով այս արևային մարտկոցները ֆոտովոլտաիկ պանելները, որ կսենք, որ մե ուղղակի էլեկտրականություն կրնանք առնել։ Ինչու համար չի կործածվեցավ սկիզբը, որտեղ այն մետր կարեն չնչին վոլտաժը կամ վատաժը մեզի կուդար։ Գամած առաջացավ 15 վատ եղավ, 35 վատ եղավ, այսօր 150 վատ է այն մետր կարեն։ Այնպես որ երբ որ մեկը investment բիդեն է, բիդի ներդրումը բիդեն է, անոր թիմացը բիդի ըստանա։ Եվ անոր համար հիմա սկսավ ավելի հարաշտի մեջ, լա աշխարհի մեջ շատ ավելի հարաշտի մաս է եւ նաեւ Լիբանանի մեջ։ Եվ երկու տեսակի կա։ Մեկը որ բիդի ապրի դերմը, ասենք թե որ երբեք էլեկտրականության միջոց չունի կապվելու, անիկա գսեն off grid, եւ դերմը որ ինքը էլեկտրականությունն ագրնա օգտվել, անիալ on grid։ Ասոնք երկուքը քիչը իրար մեջ դարբեր են, այսինքն կորզածվին գրեթե նույն ապրանքները, կորզիկները, բայց բաներ կան, որ չի կորզածվի։ Օրինակ battery part-երը, որ պետք է երբ որ ճունի ստումպամը տուն ստիված է լեցնելու այդ part-երը, բատերիները, որ այդ օրվա ընթացքում պիտի կամ գիշերը, երբ որ արև չկա, պիտի կորզածես։ Ուլ կորզածվի հեռավոր դուներ, անձնական դուներ, մեր գուզե ինքը խնայողություն միդեն է, հիվանդանոցներ, համալսարան, զանազան տեղեր, որ մեծ կորզածություններ, մագերեսները շատ են եւ կորզածությունը շատ է, ադիգա իրենց համար մեծ խնայողություն մնա։ Առավել ջամպաներու վրա եղած այդ քիշերային լուսավորումը, որ այսօր մեծ հարաշտիմություն կա, այսօր կիլոմետրներով սկսած է Լիբանանի մեջ, օրինակ մտալու համար 2 օրվա օտոնոմի ունի, այսինքն մինագը այդ մեջի եղածը ամփարված էլեկտրականություն 2 օր կդիմանա 70 վատ լույսը կհամապատասխանի 250 high pressure sodium LED լույսերով բավարար է այդ ջամպան լուսավորելու այնպես որ եւ 11 ժամ ուղղակի լույս կուտա այդ գիշերային լույսը ասիկա մեծ հարաշտիմություն մնա այլևս ջամպաներու մեջ լույսը վարվեցավ լույսը մարվեցավ հարց չի մնար Ուրեմն գուզեմ ավելցնել բարոն Ռուփենին ասածներուն application-ները ինչպես որ ասավ off grid on grid այսօր սիստեմներ կա 1000 վատ սիստեմ կա 2000 վատ 3000 վատ տեսակները կա մոնոֆազե կա եւ տրիֆազե կա այլևս գախում ունի ինչ application-ը ինչ է դուն է
կորձարան է, օֆիս է, այսօր ֆակտորիներ կա Եվրոպա, ֆոտովոլտաիկ են արդատրած էլեկտրիցիտին կորձած են։ Ուրեմն range-ը շատ մեծ է, առավել ֆարմեր կա, solar farms, որ մեգավատներ կարդատրեն, քյուղերու, թաղամասներու բոլոր էլեկտրականություն կուտան, այսօր կառավարությունը սաբսիդի դրած է։ Ուրեմն any energy project, ուր որ solar power generation բան բիդնես, նորեն կառավարությունը պատրաստ է տրամ տալու 0% interest-ով եւ 10 տարվա վրա գրնաս ադիգա յետ վճարել եւ ունիս grace period առաջին 2 տարին եւ բաջետը անշուշտ ավելի բարձր է հիմա նույնը կաֆելատը հրած է կաֆելատը միան agricultural եւ industrial պրոժեներու տրամ գուտա մինչեւ $600,000 գրնան դալ Ուրեմն ես վիդի խոսիմ ֆոտովոլտաիկ սիստեմներուն արևով on-grid, off-grid ինչս էլ կուզենք off-grid ուրեմն սիստեմը բատարիայով է սիստեմը ունինք վերը հայլիներ ֆոտովոլտաիկ ուրեմն ատգե վերջ ունինք controller charger որ իր գարկին գուդա բատերիներուն բատերիները բարձոտոյի բատերիները չեն deep cycle batteries մեջը ժելատին է maintenance free բիչելաս չուր լեցնես չուր բարվես բան կհեցնես գյանք մունի cycle-ներուն վրա 2 տարի 5 տարի 7 տարի անշուշտ այդ cycle-ին այդ գյանքին համացան բատարիան գսուղի սիստեմը գսուղի Ատգե վերջ ունինք ինվերտերմը, որովհետև մենք ինչ-որ արևեն գարնենք, direct current է։ Ուրեմն ինվերտերիմը պետք ունինք, որ էլեկտրականությունը դարձնենք ինչ-որ գրնանք կործածել, 220 կամ 380 վոլտ դուներուն համար։ Ասի, ուրեմն, այս սիստեմը բզդիկ ապարտամներու պանի համար է։ Ուրի սիստեմն ալգա, որ անունը ից ֆոտովոլտաիկ net metering off-grid. Net metering, այսինքն, ժամացույցը, որ ունինք դունը, գարավարական, գպոխեն, ժամացույցն է, որ թե ծեզի էլեկտրականություն գուտա, թե ծեզմե էլեկտրականություն գարնե գարավարության գղրգե։ Ուրեմն, տարբերությունը էկոնոմիկն է, գարավարությունը տրամ չիլար, ադիգա է։ Ուրեմն, off-grid դեն է, սիստեմը միշտ բատարիաները գան, նույն բանն է, Երբ որ բատերիները լեցվեցան եւ չեք կորձած երգոր դունել ալմարտ չիգա ադ էլեկտրականություն գարավարության գղրգեք ծեր ընդանուր հաշիվեն գիչնա ասի դուներու բզդիկ հաստատություններու համար է երբ որ հիվանդանոց համալսարան մեծ հաստատություններ են ուր որ ժեներատոր ունին եւ պետք է ադի միշտ աշխատի երբ որ էլեկտրականությունը գերտա ադի աշխատի հոնդեղ on-grid system գսենք, հոմ բատերի չի գալ։ Արևի հայելիները դիրեկտ էլեկտրականությունը բիդի դան օրվան մեջ։ Երբ որ էլեկտրականություն չի գալ 35 կամ 50-100 արևեն գարնեք օրվա մեջ էլեկտրականությունը մնացած է ժեներատորը ուդագոր, ուրեմն մազուտի էկոնոմի գնեք կոր, եւ ձուխի էկոնոմի գնեք կոր։ Off-grid-ի բարակային կինը բեստ է ամպերաժին վրա, կանի ամպեր գուզակ, անոր համացան կինը գրնանքան, հոս կանի վատ կարնեք կոր, անոր վրա վիդի հաշվեք կիները։ Մոդավորաբես ամեն մեկ վատը, որ բիթեցնեք ուժ, $2 է, ինվեստմենտ ինիշալ, բայց օրնակ 10 ամպերը 2000 վատ է, ուրեմն $4,000 գուզեցնելու։ Միշի բարակային, որ կապարմ ունենակ կիներն, կինը գխաղա պար ամպեր, 700-ն $1,200 ինչ է որ գորոշե կինը բատերիին եւ ինվերտերին դեսակները Իսկ այժմ հաղորդման ավարտին վերընթերցենք մեր գլխավոր լուրերը Արևանկյաններու փոխանակումը հաջողությամբ կամ փոխչանա Սլեյման գբահանչե երկու եպիսկոպոսներու եւ անհայտ կորսվածներու ազատ արձակումը
L'Արաբի գահայտարարե Ժնևի 2 թվականը Էբրահիմ Իսակյան գեհերքե։ Ֆյուչերեն ներկայացուցին քայրեն լուրերու գիրակի օրվա այսօրվա հաղորդումը ձեզ հետ կլանք վաղը 4-ին։